Խաղաղությունը չի շտապում մտնել Ուկրաինա։ Բախտորոշ բանակցությունները տապալված են համարում արևմտյան փորձագետներն ու լրատվամիջոցները։ Լոնդոնում պլանավորված արտգործնախարարների մակարդակով հանդիպումը վերջին պահին չեղարկվել է։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի այսօր տեխնիկական խմբերն են հանդիպելու փակ ձևաչափով։ Թրամփը ինչպես անոնսել էր, զայրացել է ու մտադիր է դադարեցնել միջնորդական գործը։ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Ջեյդի Վենսը վերջնագիր է ներկայացրել Կիևին ու Մոսկվային, կամ ընդունում են խաղաղության ամերիկյան առաջարկները, կամ Վաշինգտոնը դուրս է գալիս բանակցային գործընթացից, այլ տարբերակ չկա։ We've issued a very explicit proposal to both the Russians and the Ukrainians. Մենք շատ հստակ առաջարկ ենք արել եւ ռուսներին եւ ուկրաինացիներին, ժամանակն է որ նրանք կամ ասեն այո, կամ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից։ Մենք զբաղված ենք լուրջ դիվանագիտությամբ, մենք իսկապես փորձել ենք ամեն ինչ հասկանալ, թե ուկրաինացիների, թե ռուսների տեսանկյունից, ինչն է ամենաշատը հետաքրքրում ուկրաինացիներին, ինչն է ամենաշատը հետաքրքրում ռուսներին։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ արդար առաջարկ ենք արել։ Ռուսաստանի նախագահի խոսնակը չի կարծում, թե Դիվենսի հայտարարությունը վերջնագիր է։ Մոսկվան ուզում է, որ Վաշինգտոնը ավարտին հասցնի առաքելությունը։ Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերը եւ իհարկե մենք ողջունում ենք դա։ Միացյալ Նահանգները պաշտոնապես չի ներկայացրել, թե հրադադարի համար կոնկրետ ինչ առաջարկներ է արել հակամարտող կողմերին, բայց Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, խոսքը տարածքների հանձնման մասին է։ Ուկրաինան պետք է ճանաչի արևելյան հատվածի զգալի մասը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն Ռուսաստանի մաս։ Ղրիմը նույնպես պետք է մնա Ռուսաստանին, բացի այդ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, բայց դրա դիմաց պետք է ստանա անվտանգության երաշխիքներ, նավարկության ազատություն Դնեպրում եւ ֆինանսական օգնություն երկրի վերականգնման համար։ Տարածքների հանձնման հարցով չեն կարողացել կոնսենսուսի գալ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան, գրում է Reuters-ը։ Վաշինգտոնի խաղաղության դիմաց առաջարկը չեն ընդունել ոչ Զելենսկին, ոչ էլ նրա եվրոպացի գոլեգաները, ինչի պատճառով էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է գնալ Լոնդոն ուկրաինացիների հետ հանդիպման։ Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց ոչ հանձնվել։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի այս հայտարարությունն է ըստ էության Կիևի պատասխանը Վաշինգտոնի առաջարկին։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։